օրենքը, որ առաջարկել են, ունի մի քանի խնդիրներ, որը որ մեր համար պարզ չի, ոնց այդ հարցերը լուծվում են, այլ օրինակ մոդելավորենք մի իրավիճակ, երբ բնակչին տալիս են $100,000, ենթադրենք, բայց դատարանը որոշեց $500,000։ Հիմա այս առաջարկվող օրենքով արդեն կարան իր տունը վերցնենք, հանդեն շինարարական աշխատանքները գնա եւ հետո այդ գինը որոշվի։ Ենթադրենք մի տարի հետո դատական որոշում կայացվեց եւ պետք է ավելացնել $400,000։ Հիմա օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով կառուցապատողը կարող է հրաժարվել այդ գումարը վճարել։ Դա իր իրավունքն է։ Ո՞վ է վճարելու այդ գումարը։ Եթե առաջ ինքը հրաժարվում էր եւ տունը տեղում էր, այսպես ասած, եւ խնդիր չէր առաջանում ոչ մի։ Հիմա մարդու տունը քանդել են, իրան տվել են $100,000, դատարանը որոշել է ենթադրենք ավելացնել եւս $400,000։ Ո՞վ է այդ հարցը լուծում։ Եթե իրանք սա առաջարկել են, ուրեմն պետք է նշեին, որ պետությունը կրում է սուբսիդիար պատասխանատվություն այդ ֆիրմայի գործողությունների համար, այսինքն ինքն է պարտավորվում։ Բայց այդ դեպքում, եթե ենթադրենք ինքն էլ այդտեղ վճարում է, հետո ինչ հարաբերություններ են անում կառուցապատողի, այդ փողը, որ պետությունը վճարում է, ո՞նց է այդ հարցը լուծվում։ Երկրորդը, նայեք, օրենքին տալիս են հետադարձ ուժ, ասում են, քանի որ խրախուսական գումարը դառնում է 30%, որոշ դեպքերում, այդ հիմնավորման տալիս են հետադարձ ուժ, բայց բոլոր այն մարդիկ, որոնց վերաբերյալ այդ դրույթը իրանք մեկնաբանում են, որ հետադարձ ուժ է ստանում, իրանք չեն կարա դրանից օգտվել։ Ինչի, որովհետև դա վերաբերվում է այն մարդկանց, որ իրացումը կատարվում է օրենքի 10-րդ հոդվածի համաձայն։ Նայեք, 3 տարբերակ կա իրացման, մեկը այդ առաջի դեպքը 10-րդ հոդվածն է, որ պայմանագրով են անում, երկրորդը դեպոզիտով, երրորդը դատական կարգով։ Հիմա այդ բոլոր մարդիկ դատական վեճերի մեջ են, այսինքն ոնց որ երրորդ դեպք, բայց այդ խրախուսական նորմը գործում է միայն առաջի դեպքի համար։ Հիմա եթե իրանք էլ այդ հետադարձ ուժը տալիս են, ասում են, այդ ժամանակ ում ինչ իրացրել են, կարան գան հայցեր ներկայացնեն, ասեն 15% ավելացրի։ Այն նախկինում թեկուզ օրեկել են ընդհանուր հայտարարի։ Այդտեղ խնդրահարույց հարցեր կա։ Բավարշե ձեզ ասեմ, այս հարցը ես հասկանում եմ ինչի է ծագում կառավարության մոտ։ Նրա համար, որ ասենք ինչ որ մի քանի գույքերի պատճառով ծրագիրը չխոչընդոտվի, գնա առաջ, բայց տենց չի պետք լուծել այս հարցը։ Իսկ լավագույն լուծումը ձեր կարծիքով ո՞րը պետք է լինի։ Լավագույն լուծումը, ասեմ ձեզ, որն է, պետք է նախապես պրոցեսը սկսելուց առաջ, հիմա ուզում են նորագյուղը սկսեն, չէ։ Ինչ է պետք անել։ Նախապես պետք է 3 խումբ սեփականատերեր են ունում որպես կանոն։ Մեկը մարդիկ, որոնք գումար են ուզում, մեկը որ բնակարան, մյուսը այդ մեծ ինչ-որ գույքեր ունեցողներն են, որոնք ուզում են իրենք կառուցապատեն, այսինքն մասնակցեն այդ պրոցեսին։ Պետք է այդ նախնական սա ամեն ինչը մի հատ պրարաբոտկա արվի, մի ինչ-որ արժանանակ, ով որ եթե գումարը չի բավարարում մարդու, պետք է գնահատման տարբերակով գնալ, որտեղ ինքը շատ սուբյեկտիվ պրոցես է։ Պետք է ուրեմն այդ մարդուն առաջարկել տեղում բնակարան, այսինքն ենթադրենք ունի 60 մետր տուն։ Իրան առաջարկել ենթադրենք 75 մետր կամ 80 մետր տուն, եթե իրան գումարը չի բավարարում։ Իսկ բոլոր այն մարդիկ, որ ուզում են իրանք կառուցապատեն, պետք է նստեն, որտեղ այդ մարդը այդ կառուցապատման մեջ ամենաարժեքավոր բանը դա հողն է, ամենաթանկ բանը։ Հիմա ու այդ ժամանակ ինձ թվում է ոչ մի բողոքել չի լինի։ Հիմա իրանք այս օրենքով լրիվ հակառակ ուղղությամբ են գնում, ավելի խորացնում են խնդիրը։ Իսկ եթե օրենքը երկրորդ ընթերցմամբ էլ ընդունվի ազգային ժողովում, դրանից հետո որոնք կլինեն ձեր անելիքները։ Անելիքները ցանկացած մարդ, ով որ դատական վեճի մեջ է, այս միջև վերջ որ գնա, սա հակասահմանադրական դրույթներ է պարունակում, սահմանադրական դատարանում, օրինակ մենք եղել է որ 3 ատյանում պարտվել են,
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, բեկանել է գնացել է նոր քննության, հələ այդ բանը գնում է միջի հիմա դատը։ Այսինքն հիմա այդ առաջացյանը, երկրորդ ացյանը չգիտեմ, որ դաժե շփշփալեն որոշումներ կայացրեցին։ Մեկը այս խնդիրը ունի բաներ, այդ որ ես մատնանշեցի։ Ոնց է լինում, էլի եմ ասում, մարդու գույքը վերցրին։ Օրենքի մեջ գրել եք, ասում եք դավայ, տունը քանդում ենք, որ սա բան չլինի։ Հա, լոգիկան հասկանում ենք, լոգիկան ինչու՞մ է, որ ծրագիրը չխոչընդոտվի։ Բայց եթե դու այդ նպատակը հետապնդում ես, պետք է այն հարցն էլ լուծես։ Բա ով է, որ ենթադրենք դատարանը որոշեց, որ այդ գնահատողը սխալ է գնահատե ու 5 անգամ գինը բարձրացավ։ Ով է լուծում այդ հարցը, գրած է օրենքի մեջ։ Այս գնահատողը, այդ գնահատման պրոցեսը ինքը վերացական օթային բան է։ Այդ գնահատողը պրիչոմ, ասենց ասեմ, ինքը գնահատումը ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Այդ գնահատումներն էլ մեր թաղամասի վերաբերյալ պետք է բոլորը ուղարկվեին օրենքի այդ գնահատման մասին, օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է ուղարկվեին բան կադաստր, որ կադաստրը մոնիտորինգի ենթարկեր, որտեղ բոլոր դեպքերում, որ այդ վճարում այդ գնահատման բանը արդյունքները կողմերից մեկի համար պարտադիր են, իսկ մեր դեպքում պարտադիր են բնակիչների համար, ինքը պետք է իդենտիֆիկացիոն կոդ ստանա, այսինքն դա խոսում է նրա մասին, ու այդ արտացոլված լինի գնահատման յուրաքանչյուր էջի աջ ներքևի անկյունում։ Ու դա խոսում է նրա մասին, որ դա կադաստրի մոնիտորինգի տակ է, դա արվում է նրա համար, որտեղ ենթադրեմ ես ում եմ կարդում եմ շոր հնարավորություններ կա հակազդելու, բայց կարող է մի հատ 90 տարեկան տատիկ է, իր շահերը այդ օրենքով պաշտպանում է կադաստրի մոնիտորինգի է ենթարկվում, այդ էլ չի արվել, հիմա ոչ եմ դատական պրոցեսներ բաներ կան այդ գնահատողների հետ կապած, որ այդ են գործիքն է, ինչ է կատարվում, նայեք, մոդելը որն է, մի հատ գնահատողը գալիս է շատ ցածր գին է գնահատում, մեր մոտ տենց է եղել, հետո ծիգը գալիս է ասում է վայ, ես ինչ բաներ, ես ցածր գնահատեց, եկեք ես ավելացնեմ, բայց այդ սա ավելացրածը բանը կարող է ընդհանուր առմամբ քո գույքի որոշ տոկոսը կազմի։ Հիմա որ ինքը 30% խրախուսում է տալի, եթե ենթադրենք գնահատողը գնահատում է իրական արժեքի 30%-ը, վրան էլ գալիս է 30%, եղավ 39%, այն 61%-ը ո՞նց է այդ հարցը լուծում։ Այսինքն այդ 30%-ն էլ է բան։ Ստե ասում եմ ինքը խնդրահարույց է, вообще ուղղությունը հարցը լուծելու։ Ինչ խնդիր որ բան է անում, այս փոփոխությունները հետապնդում են, լրիվ հակառակ ուղղությամբ է գնում, ավելի խնդիրը խորացնում է։ Այս օրենքով չեն կարող նորագյուղը իրացնել, շատ լուրջ բաներ կլինի, խնդիրներ կլինի, մեծ քանակով հայցեր կլինեն դատական։